Ջերմակ է իջել Արարատյան դաշտի վրա, ծաղկել են ծիրանենիները։ Թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանված այս կադրերը մի պահ շփոթեցնում են, ասես ձմեռը վերադարձել է։ Օրերի տաքանալուն են սպասում ձյունաճերմակ այգիների տերերը, թե չէ ծաղիկները պտուղ չեն դառնա, արևոտ, խոնավ եղանակը բերքատու ծառերի ծաղկման սեզոնին վնասակար է։ Եթե բարենպաստ եղավ տարին շատ կլինի, եթե չէ, չի լինի։ Ինտենսիվ տեղումները հեռու են վանում միջատներին ծաղկած ծիրանենիներից, մինչդեռ հենց նրանք պետք է փոշոտում անեն։ Աստծո վրա հույս ենք դրել, նահանդես պահին սպասում ենք, թե երբ կչորանա, որ գոնե վեգետացիա լինի, էլի։ Ծաղիկը պետք է փոշոտում լինի, որ ծիրան լինի, թե չէ չի լինի։ Կարևոր պայման է, որ ծիրանենիների ծաղկելուց հետո եղանակը տաք լինի։ Արևահան պտուղի, ծիրանի բերքատվությունն ու որակը նաև դրանից է կախված։ Ամենակարևոր բանը ջուրն է։ Պահանջկոտ են ծիրանենիներն, ասում է դաշտատեր Սամվել Խաչինը, երեխայի պես ուշադրություն ու խնամք են ուզում։ Մարդու նման բան է, դե օքեյ ես դնում դու դրա մեջ, իրոքը տենց է, կարող է տենց էլ լինի, ինչ կարող ասել ես։ Բայց դե միանշանակ տեսնում ես իրան նեղված, ջուր ա ուզում, ծարավում է, ինքը թերևները կախվում է, բնությունը այլ ինքը ցույց է տալի, ասում է ինչ ջրի ինձ բուժում տուր, ինձ պարատանույթ տուր, որ ես էլ քեզի բերք տամ կանеш։ Արարատյան դաշտի հարավում է ամենասկզբում ծաղկում ծիրանենին, Սուրենավանի, Արմաշի, Երասխավանի դաշտերում։ Բացի Մեղրիից, Մեղրին ավելի տաք է, ավելի շուտ է լինում, հետո մեր մոտ է, մեր տարածքում է։ Էդգար Ղուշչյան, Էլեն Յահինյան, Այլուր։